Որն է Հայաստանի այն քարտեզը, որը պատկերացնում եք, որն է այն սահմանները, որի մեջ պատկերացնում եք Հայաստանը։ Իրավական առումով մեր հարավ-արևելյան սահմանը որոշվել է 1920 թվականի փետրվարի 24-ին Ազգերի լիգայի կողմից Փարիզի վեհաժողովում։ Իսկ արևմտյան մասով Վիլսոնի իրավարար վճիռը, որը հետագայում Ազգերի լիգայի որոշումը կցվել է իրավարար վճռին։ Բայց սա, տեսեք, մեզ հաճախ բեղադրում են չհասկանալով հիմնական բովանդակությունը, որ դուք ծայրահեղացնում են, հա, ասում են, այ դուք ծովից ծով Հայաստան եք ուզում, չգիտեմ, Տիգրան Մեծի եւ այլ, պարզեցնում են խոսույթը, որպեսզի վարկաբեկեն գաղափարը։ Ցանկացած գիտակից մարդ ինքը կարող է ուսումնասիրել, որ իրավարար վճիռը ժամկետ չունի, աշխատող է, բայց մենք ենք հրաժարվում դրանից։ Եվ դա չի նախատեսում միանգամից պատերազմ հարևան երկրների հետ։ Քանի երկիր կա, որը համաձայն է Հայաստանի այդ ձեր ներկայացրած քարտեզի հետ, ու քանի երկրի տարածաշրջանում քանի երկրի հետ եք պատրաստ հարաբերություն փչացնել այդ քարտեզը վերականգնելու կամ ունենալու համար, հա։ Տեսեք, դուք դրանով հարաբերություն չեք փչացնում, հարաբերությունները կառուցում եք։ Եթե մենք մեր իրավունքներից հրաժարվում ենք, Ալիևը այսօր ինչ է անում։ Մեզ հրաժարեցնում է մեզ իրավունքներից, որպեսզի մեզ հագցնի ագրեսորի շապիկը, որը նաև նախատեսում է ծանր ռազմական ռեպարացիաներ, հա, ռազմական տուգանքներ։ Պարոն Կարապետյան, ըստ ձեզ քանի րոպե հետո Թուրքիան կսկսի ակտիվ գործողություններ անել, երբ մենք սկսենք օրինակ Վուդրո Վիլսոնի թեման բարձրաձայնել պետական մակարդակով։ Քանի րոպե հետո։ Իրականում Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի մասին պարոն Պապյանը ավելի մանրամասը տիրապետում է, որովհետև միակ հայն է, հա, այսօրվա դրությամբ, որ իր կյանքից 20 տարի ներդրել է այդ իրավարար վճիռը եւ Հայաստանի իրավական ժառանգությունը ի հայտ բերելու։ Հրավիրել է բազմաթիվ անգամ, հարյուրավոր անգամ լսումների, բաց լսումների եւ ուղիղ եթերում եւ տարբեր դահլիճներ ենք վարձել, որ ընդդիմախոսները գան, պնդեն իրենց կարծիքը, հակասեն մեր առաջ բերած դիրքորոշման հետ։ Իսկ ինչ վերաբերվում է քանի րոպեում Թուրքիան եւ այլ, դա եւս պարզեցնում է հարցը, որովհետեւ դա չի նախատեսում, դա նույնիսկ Վիլսոնի իրավարար վճիռը նույնիսկ դա մեր անելիքը չի այս պահին։ Դա մի օր դա տեղի է ունենալու, բայց այդ ամեն ինչը մենք պիտի մեր ձեռքում ունենանք, մենք չպիտի հրաժարվենք դրանից։